Կթաթախվի Թուրքիան մերձավոր արևելքում բորբոքված կրակի մեջ։ Մի քիչ դժվար է ասել այո, բայց այնուամենայնիվ չի պիտի բացառել։ Միջազգային պարբերականները գրում են, որ Էրդողանը կուլ չի տա բազմաթիվ զգուշացումներից հետո իր պետության տարածքում հայտնված 3 հրթիռները։ New York Times-ի տեղեկություններով Էրդողանը իրենց ռազմական կարողությունները գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Չնայած Թեհրանը վստահեցնում է, որ Թուրքիան չի եղել թիրախը, Անկարայից սպառնալից հայտարարություններ են հնչում։ Արդյոք Թուրքիան կմտնի նմանատիպ պատերազմի մեջ։ Մի քիչ դժվար է ասել այո, բայց այնուամենայնիվ չի պիտի բացառել, քանի որ քաղաքականությունը բացառություններ չի սիրում։ Պարզապես այստեղ ուժերի խնդիրն է եւ ռազմավարական խորության խնդիրն է, որ արդյոք ունի Թուրքիան նմանատիպ ռազմավարական խորություն եւ ռեսուրս պատերազմել Իրանի հետ, թե ոչ։ Չեն բացառում փորձագետները, որ Իրանի թիրախը Թուրքիայում Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաները լինեն։ Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային համակարգերն են խոցել վերջին օրերին Իրանից Թուրքիա թռած հրթիռները։ Թուրքագետ Վազգեն Պետրոսյանի համար հավանական սցենար է, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան պատերազմի մեջ ներքաշվի դաշինքի աջակցությամբ, գուցե հրահրմամբ։ ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է, որ ինքը ապագա համաշխարհային համակարգի մեջ ունենա տեղ։ Եվրամիությունը ներկա դրությամբ գնում է դեպի քայքայման, քանի որ տնտեսապես շատ խորը ճգնաժամի մեջ է ապրում, ռազմական առումով բավականին թուլացած է, ինքը իր ամբողջ ռազմական եւ տնտեսական ներուժը ծախսել է Ուկրաինա Ռուսաստանի դեմ։ Թուրքագետի հավաստիացմամբ թյուր է տպավորությունը, թե Թուրքիան խնդիրներ ունի Իսրայելի հետ, ու իբրև այդ պատճառով դիրքավորվել է հակառակ ճամբարում։ Մեր որոշ քաղաքական մեկնաբաններ եւ ռազմական փորձագետներ փորձում են տուր տալ նմանատիպ նարատիվներին, որ Թուրքիա եւ Իսրայել կա հակասություն, չկա։ Այդ նարատիվի հիմնական նպատակը այն է, որ ապագա համաշխարհային համակարգի մեջ Թուրքիային տրամադրվի տեղ եւ դեր իսլամական աշխարհը առաջնորդելու համար։ Այն, որ Նախիջևանում ընկած ԱԹՍ-ների պատասխանն այդպես էլ չտվեց, Ադրբեջանը կոշտ հռետորաբանությունից հետո մի բան էլ հումանիտար օգնություն ուղարկեց Իրան, դեռ չի նշանակում, որ մեծ եղբայր Թուրքիան էլ է այդպես վարվելու։ Ադրբեջանում 2 ԱԹՍ-ների հարձակումը Նախիջևանի վրա եւ հետո Ադրբեջանի հոխորտանքները դա ուղղակիորեն ցուցադրություն էր եւ կապ չունի թե ով է դա արձակել։ Ադրբեջանը թե քրդական խմբավորումները Իրանից կամ Իրանը, արդյունքը նույնն էր։ Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը խոցելի պետություն է եւ ցանկություն չունի միջամտել որևիցե ցամաքային պատերազմի։ Թուրքիա-Իրան ցամաքային սահմանին հնարավոր է բախումներ լինեն, գրում են ամերիկյան պարբերականները։ Փորձագետները դեռ ենթադրություններ չեն անում։ Ակնհայտ է, որ եթե Իրանից եւս մեկ հրթիռ հասնի Թուրքիա, չի բացառվում պատերազմի նոր ճակատ բացվի տարածաշրջանում։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։